Վստահ ես Լիզա։ Դե ասես մոտնա հո չի խափում։ Երանի ստացվի, Երանի այս արքերը դատարկենք ու ամեն ինչ իրենց տեղերում դասավորենք։ Այնքան է նեղվել, որ պիտի դուրս գանք տնից։ Պարզ է։ Ադել, դու ուրախ չես, որ դուրս չեն գալու տնից ու պիտի մնանք մեր տանը։ Բայց ով բան ասեց, ուրախ եմ։ Ուղղակի մաման ասել էր, որ առաջնայինի իմ վիրահատությունն է։ Դե հա, իհարկե, առաջնային է։ Անպայման կանենք, ուղղակի սպասում ենք բժիշկը հաստատի։ Ադել, Էլ բան մի ասա, էլի։ Պապ, գնաց Վիկեն ջաջան։ Չէ, սպասում է, կիշն եմ եսը։ Պապն ենց ուրախ եմ։ Չես պատկերացնի ոնց էի նեղվել, որ մեր տունը թողնելու ենք գնանք, որ ուրիշինն է դառնալու։ Դու էլ ես ուրախ, չէ, պապ։ Լավ դե, ես գնացի, առայժմ։ Պապ, ուշացավ մաման։ Բայց ասել է հաստատ տուն ա գնալու։ Հա, պապ։ Լիզ, Մամ, ինչ ա եղել։ Մամ, լացում ես։ Այլո, լավիս։ Ինչ ա եղել։ Որտեղ ես։ Նստի։ Կլինի մի հատ նստես։ ախր ամեն ինչ արել էի, պայմանավորվել էի։ Հիմա ինչ ա ստացվում։ Համ պարտք մնացի, համ էլ տունն ենք կորցնում։ Քեզով էր տվել այդ ոսկիները։ Ընկերուհիս։ Որ։ Դա կարևոր չի։ Ես քեզ ասում եմ, մի կողմից մնացի պարտք, մյուս կողմից էլ տունն ենք կորցնում։ Եթե դու մի բան կարողանայիր անել, ես ստիպված չէի լինի, գնայի մարդկանց մոտ ու փող ուզեի։ Չփորձեք բերանս փակել։ Այս ամեն ինչը քո պատճառով է։ Ես չպիտի սենց բաներով զբաղվեի։ Իմ հոգսը պետքա լիներ Ադելին խնամելը։ Ու հիմա ինչ։ Մի ժամ տևեց ուրախությունս։ Վերջ, գնում ենք Վիգենի տուն։ Ու ինչքան ժամանակով։ Ոչ մեկ չգիտի։ Ես քո հանգստության վրա եմ զարմանում։ Դու ոնց ես կարողանում սենց նստել ու նայել։
Ոնց քո սիրտը չի Ես չեմ հասկանում այսքան հոգս ինչի դրվեց իմ վրա։ Ես հիմա ինչ եմ անելու։ Իսկ քո հանգստությունից ես արդեն խելագարվում եմ։ Գոնե մի բան ասա։ Սկսեք հավաքվել։ Լավ, ես արդեն գնամ։ Եկել ես զգուշացնել, որ տանդ արդեն հյուրեր ունես, որ ես հանկարծ անակնկալ չանեմ ու գամ։ Չէ։ Եկել էի քեզ տեսնեի։ Շնորհակալ եմ, որ հարգել ես։ Ինչ ա ուզածդ։ Ոչ մի բան։ Ես իրավունք ունեմ ինչ-որ բան ուզելու։ Եկել ես, շնորհակալ եմ։ Գնում ես, բարի ճանապարհ։ Չգնամ տեսնեմ ինչ են կանում։ Ոնց են տեղավորվում այդ մարդիկ։ Այդ մարդիկ իմ տուն են եկել։ Իմ տանը չլինեմ ես։ Պարզան։ Ես էլի մնում եմ այն ամենավերևի դարակը շպրտած տիկնիկի դերում։ Լսիմ։ Ես անգիր գիտեմ ինչ ես ասելու։ Հերթով հիշում եմ։ Հիմա դրա ժամանակը չի։ Իմ աղբերն ադեմ, քո տղեն այն ծատում։ Այդ շարքը կարամ անվերջ շարունակել։ Բայց արդեն ուշ է։ Դու ավելավա գնա։ Ամբողջ կյանքում տենց էլ չսովորեցիր քեզ ներել։ Ամեն ինչի համար քեզ մեղավոր զգացիր։ Սկզբում որ սիրեցիր ու ամուսնացար Սարիկի սիրած Աննայի հետ։ Հետո որ Աննան քեզ տենց է չսիրեց ու Սարիկին չմոռացավ։ Հետո որ Աննան մահացավ։ Եթե ման կյանքում չբացեսել։ Լսի։ Մենք վստահ ենք եղել, որ Սարիկը զոհվել է։ Ոչ մեկս մեղավոր չենք, որ տենց հաստացվել։ Ու հետո, եթե Աննան այդքան շատ էր սիրում Սարիկին, թող միջև վերջը հավատարի մնար ու հավերթ սքար։ Վերջացրու։ Հետո էլ ինձ ընտրեցիր։ Ինձ։ Ու հիմա ամաչում ես աղբորս աչքերին նայել։ Ցանած կտրի։ Գիտես, եթե ես լինեի Աննայի տեղը, ես երբեք իմ սիրած տղում զոհվելու լուրը իմանալուց հետո 4 ամիս անց չէի գնա իր ընկերոջ հետ երկրից դուրս, որ այդ ընկերներ ինձ օգնի իմ սուքը հաղթահարել։ Աննան իմ երեխու մերն է։ Ու հիմա չկա ինքը։ Ու ես շատ լավ քո այդ ագրեսիայի պատճառն եմ հասկանում։ Ոնց որ ամբողջ կյանքում Աննան ինձ չսիրեց, այդ նույն ձևով էլ Սարիկը քեզ չսիրեց ու քո կողմը չնայեց, երբեք։ Նույնիսկ այն դեպքում, երբ որ Աննան արդեն ամուսնացած էր, էլի չէր նայում քո կողմը։ Ու ինչ ստացվեց, որ երկուսն էլ դժբախտացան։ Ինչի համար։ Ինչ որ մի սխալի պատճառով, որ հոսպիտալում զոհվածի անուն ազգանունը խառնել են վիրավոր զինվորի անուն ազգանունի հետ։ Ու ինչ է ստացվում, որ ոչ մեկն էլ մեղավոր չէր, ու ոչ մեկն էլ երջանիկ չեղավ։
այդտեղն է, հա։ Եկեք առաջ տեղավորվեք։ Հարմարա։ Ապրես։ Հեսա պապանը կգա Արսենձա, ասեց ինչ-որ թղթեր կա, պիտի ստորագրի ու շուտ գա։ Բայց մինչև իրա գալը կարող է ինչ-որ չայ, կոֆե մի բան կազմակերպենք, հա։ Չէ, լավ է։ Լավ ստոտա։ Չէ, ես էլ չեմ ուզում։ Բա դու պստո։ Ասում եմ, կարող է ամեն դեպքում մի բան անենք, հա։ Չլսեցիր, ոչ մեկը չի ուզում։ Արի Լիզա։ Տեսար, որ ոչ մեկը չի ուզում։ Լիզա, նեղացած ես։ Չէ, Բա ինչ ա եղել, ինչի ես տխուր։ ինչի եմ տխուր։ Մեր տունն են կորցրել։ Ադելին պիտի վիրահատեն, մամայիցս փող են գողացել։ Եթե այս ամեն ինչի մեջ դու ինչ-որ ժպտալու առիթ ես տեսնում, ասա։ Հա, հասկանում եմ քեզ։ Բայց հիմա իրար հետ ենք ստեղ ենք ապրելու, գոնե այդ լավ չի։ Լավ, կներես նեղացրի քեզ։ Ինչ-որ բան կա, որ չես ասել։ Տես պապկա թողել եմ քո մոտ։ Հա, Հիմա գամ վերցնեմ։ դուռը բաց է։ Սեղանին ա։ Ագնես։ Ագնես։